2020 թվականի նոր օրենքի համաձայն շողակատը ոչ թե հոգևոր մշակութային հեռուստա ծրագիր էր, այն կրթական մշակութային։ Դուք էլ շատ ժամանակ չգիտեք, եւ այդ փոփոխությունը, որը շատ կարեւոր է։ Որ շատ փոքր տոկոս է կազմում հոգևոր կրոնական հաղորդումներ, այսպես ասեմ։ Հոգևոր կրոնական հաղորդումներ կրթական մշակութային ալիքում չպետք է լինեն։ Հասկանում եք, որովհետեւ կրթությունը եւ մշակույթը շատ ժամանակ, կրոնի հետ, կղերական մոտեցումների հետ որևէ կապ չպետք է ունենան, բայց մեր հասարակությունը, մենք բոլորս դրա վրա ուշադրություն չդարձրեցինք։ Չձևափոխվեց նաև շողակատ հեռուստաընկերությունը, եւ մենք այդ մասին հարցումներ արել ենք հանրային հեռարձակողի խորհրդին։ Իմ ասածս ինչ է, տեսեք, մենք հասարակությունը, մամուլը խառնում է ինչ-որ դեպքերի մեջ, երբ որ այդ թնջուկը ինչ-որ լուծում է ստանում, անկախ նրանից ճիշտ թե սխալ, Ես կարծում եմ, եթե շողակաթը կատարեր իր առաքելությունը եւ իր օրենսդրական պարտավորությունները, մենք սրան չենք հասնի։ Ես կարծում եմ, չի կարելի մի նույնիսկ հոգևոր կոչվող ալիքում, եւ Աստծո առաքելությունից խոսալ եւ ցույց տալ քաղաքական բովանդակություն։ Սա երկար չէր կարող տևել եւ դա նկատեց նաեւ հեռուստադիտողը,